19-րդ դարի 50-ից 60-ական թվականներին Հայաստանում սկսեց ձևավորվել ռեալիզմի գրական ուղղությունը։ Այս ժամանակաշրջանը պատմականորեն համապատասխանում է Հայաստանում տեղի ունեցող որոշակի փոփոխություններին։ Ազգային ինքնագիտակցության ձևավորում, նոր կրթական համակարգերի ստեղծում, մամուլի ու գրական կյանքի զարգացում։ Գրողները սկսեցին իրականությունը դիտարկել ոչ թե որպես միայն գեղարվեստական, այլ նաև հասարակական կրթության ու բարեփոխման միջոց։ Ռեալիզմը որպես գրական ուղղություն ձևավորվել է 1830-ից 1840-ական թվականներին, նախ Ֆրանսիայում, ապա տարածվել ամբողջ Եվրոպայում՝ Գերմանիա, Ռուսաստան, Անգլիա եւ այլուր։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ հասարակությունը ենթարկվեց արմատական փոփոխությունների, քանի որ տեղի ունեցավ արդյունաբերական հեղափոխություն։ Ավատատիրությունից կապիտալիզմի անցման ճանապարհը, քաղաքների աճը եւ բուժական հասարակության հաստատումը խորապես փոխում էին մարդու կյանքը։ Ռեալիզմը պատմականորեն հաջորդեց ռոմանտիզմին։ Եթե ռոմանտիզմը ներկայացնում էր իդեալական հնձված հերոսների եւ ազգային երազանքներ, ապա ռեալիզմը ցանկանում էր ցույց տալ հասարակ մարդկանց իրական կյանքը, գյուղացիների, արհեստավորների, ինտելիգենցիայի պայքարը եւ սոցիալական հակասությունները։ Այն որ գրականության սկզբնավորման շրջանում ռոմանտիզմի եւ ռեալիզմի տարրերը հաճախ միացում էին, եւ դրա ամենացայտուն օրինակը Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունն էր, սակայն արդեն 50-ից 60-ական թվականներին, երբ հայ գրականության մեջ ծրվեց հասարակական եւ գեղագիտական հարցերի շուրջ պայքարը, ավելի որոշակի դարձավ նաև մեթոդների սահմանազատումը։ Հայ ժողովրդի առաջ ծառացել էին բազմաթիվ խնդիրներ, որոնք լրջագույն խոչընդոտներ էին ազգի զարգացման ճանապարհին։ Զարգանալու, քաղաքակիրթ հասարակություն դառնալու եւ քաղաքակիրթ աշխարհի հետ համընթաց քայլելու համար ազգային քաղաքական խնդիրները լուծելուն զուգահեռ խիստ կարեւոր էր նաեւ հնացած կենցաղից, բարքերից, կործանարար սովորություններից հրաժարվելու ճանապարհը գտնելը։ Մյուս կողմից արդյունաբերական հեղափոխությունը փոխում էր հասարակության կառուցվածքն ու բարքերը։ Մեծ արդյունավետության եւ տեխնոլոգիաների առաջընթացին զուգահեռ քանդվում էին հասարակական եւ ընտանեկան կապերը, որպես հետևանք թողնելով աղքատություն, սոցիալական եւ առողջական լուրջ խնդիրներ, հոգեպես եւ ֆիզիկապես կործանված ճակատագրեր, սոցիալական ծանր պայմանները, ընտանեկան անառողջ հարաբերությունները, կնոջ հանդեպ եղած բռնությունը, հետամնաց եւ հաճախ կյանք խլող բարքերն ու սովորությունները կազմաքանդում էին հասարակությունը եւ զրկում մարդկանց երջանիկ եւ առողջ միջավայրում ապրելու հնարավորությունից։ Արևմտահայ իրականության մեջ ռեալիզմի նշանավոր ներկայացուցիչ Գրիգոր Զորաբը նշել է. «Մեծ պատառները զիս անտարբեր կթողուն, բայց մանր դեպքերը չնչին ուրիշների աչքին շուրջ խորհրդատությունների նյութ են ինձի»։ Արևելահայ իրականության մեջ այս նույն սկզբունքը որդեգրեց Միքայել Հովհաննիսյանը, նույն ինքը Նարդոսը։ Նարդոսը պատկերեց առաջի ազգից չնչին թվացող, բայց իրականում խորը պատմություններ, որոնց ետևում թաքնված են մարդկային մեծ դրամաներ, անձնական ողբերգություններ։ Նա իր ստեղծագործություններում, հատկապես «Մեր թաղը» նովելաշարում, պատկերեց կյանքի լուսանցքներում հայտնված այն մարդկանց, ովքեր տառապում են սոցիալական դժվարություններից, խարխափում են տգիտության եւ սնահավատությունների ճիրաններում եւ չեն կարողանում դուրս գալ այդ շրջապտույտից։ Նարդոսի հերոսների հոգեբանական նկարագիրը միշտ ուղեկցում է սոցիալական միջավայրի մանրակրկիտ ներկայացմամբ։ Գործական կյանքում սովորական թվացող դրվագները, թաղամասի աղմուկը, գյուղական կյանքի խճճվածությունը, փողոցային հոգսերը հաճախ դառնում են ներքին հոգեբանության արտացոլում։ Սա ընթերցողին թույլ է տալիս հասկանալ, որ մարդու հոգևոր կյանքը եւ սոցիալական պայմանները անբաժանելի են իրարից։ Իսկ ինչպիսին է այդ սոցիալական միջավայրը։ Իրավ է, գրականությունը կյանքի հայելին է, բայց դրանով չի սահմանափակվում նրա դերը։ Նա կյանքի դպրոցն է, հայելու մեջ նա ցույց է տալիս ինձ, ճակատից մուտք գցված, բայց նաև սովորեցնում է այդ մուրը մաքրելու միջոց։ Մեծ հարթում քաղաքի ծայրամասերից մեկի թաղը։ Հավիտենական աղբոց ծածկված ծոտիկ մոտիկ փողոցներ, որոնք նեղ անցքերով գնում, հանդիմանում են իրար, կամ դեմ առնում մի պատի, կույր մուրացկանի պես։ Իրար վրա թափված, իրար ուր հենված տնակներ, որոնց խարխուլ լաբյարները թվում է, թե ամեն րոպե պատրաստ են անցորդի գլխին թափվելու։ Փոքրիկ պատուհաններ, կեսը ապակի, կեսը թղթած, փթած դռներ, հողածածկ տափակ կտուրներ, որոնք ձմռանը ծածկվում են ձյունի ծանրությունից։ Իսկ գարնանը ծածկվում փարթամ կանաչով։
Հողածածկ եւ տափակ կտուրներ, որոնք անձրևների ժամանակ կաթում, ստիպելով խեղճ եւ թշվառ բնակիչներին պատասխանվել ծալքերում, դռների եւ պատուհանների խորոշներում, ջուր եւ փալասների տակ։ Նարդոսի պատկերած ժամանակներից անցել է ավելի քան 150 տարի։ Նեղ ծուռումուռ փողոցներին փոխարինել են լայնարձակ ու լուսավոր փողոցները։ Իրար վրա թեքված ու հողածած կտուրներով տներին բարձրահարկ շենքերը։ Փոխվել է քաղաքի արտաքին կառուցվածքը։ Իսկ ինչ փոփոխություններ են կատարվել մարդու հետ, նրա ներաշխարհում եւ պատկերացումներում։ Ցավոք Նարդոսին մտահոգող թեմաները մտածությունների լուրջ առիթ են տալիս նաեւ մեր օրերում։ Վնասակար սովորությունները, հարբեցողություն, խաղամոլություն, թմրամոլություն, կանանց հանդեպ բռնությունը, սոցիալական ծանր պայմանները եւ դրանցից բխող ողբերգությունները, տարբեր սնահավատությունները եւ հետամնաց բարքերը շարունակում են հետապնդել մեզ ու կազմաքանդել մեր հասարակությունը։ Անառողջ բարքերը ստեղծում են անառողջ հասարակություն, որն էլ իր հերթին պայմանավորում է անառողջ պետության գոյությունը։ Հասարակության առողջացման համար անհրաժեշտ է վեր հանել, բարձրաձայնել այս խնդիրները, տալ դրանց լուծման եղանակներն ու ճանապարհները։ Նարդոսի մեր թաղը նովելաշարի արդիականությունը նկատել եւ նշված խնդիրները բարձրաձայնել է նաեւ Պատանի հանդիսատեսի թատրոնը։ Տպավորիչ բեմադրություն, հրաշալի սցենարական լուծումներ, դերասանական բարձր վարպետություն։ Բեմադրության հեղինակը դերասան, դրամատուրգ, Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանն է, ում հետ էլ զրուցեցինք բեմադրության մասին։ Պարոն Սանթրոսյան, Նարդոսի այս նովելաշարի թեմաները բավականին դժվար են ընթերցել եւ մեկնաբանել։ Ինչու ընտրեցիք հենց մեր թաղը, ինչու որոշեցիք բեմադրել մեր թաղը, եւ ինչու ընտրեցիք այս 4 նովելները։ Սրանց մեջ արտացված թեմաները ավելի արդիական են այսօր։ Գիտեք, ինչի նախ ծրագրային նյութ էր Նարդոսի մեր թաղ։ Ես 4-ն էի, ես եմ արել, բեմականացումը ես եմ արել։ Ես ընդդեմ մյուս պատմվածքներն նայել եմ, տեսել եմ, որ շատ սարսափելի բաներ են, էլի շատ դաժան բաներ են։ Ես վերցրեցի այն, որ նախ ծանոթ է բոլորին, եւ հետո ավելի հնարավոր է բեմականացնել եւ լավ արդյունք ստանալ։ Նպատակս դա է եղել, որ այդ 4-ն եմ վերցրել։ Այդ հայտնի 4 պատմվածքներն եմ վերցրել։ Իսկ Նարդոս ես չգիտեմ, ես օրինակ Նարդոս շատ եմ հատկապես, ես կարդացել եմ նրա պայքարը, կարդացել եմ նրա մահը, եւ ես մեր թաղը, որ լրիվ պատկերացում է կազմում այդ ժամանակվա հետամնաց Հայաստանի կամ Վրաստանի, չգիտեմ որտեղ են ես, որտեղ Հայաստանում է կատարում, այդքան հետամնաց, այդքան սնոտիապաշտ, այդքան մենք ուզեցել ենք ասենք, որ դրանք հեռանկար չեն, այդ սնոտիապաշտությունը, որ գնաց 3 օր արկես գետնին, 3 օր երկինքը լինի վերմակը, գետինը կոդոշակարդ կամ անկովինը լինի։ Այդպես է հետամնացությունից ազատվելու համար, բայց էլի կա հիմա, հատկապես մեր գյուղերում սնոտիապաշտությունը շատ է։ Մեր նպատակն է եղել, որպեսզի դրանից էլ մարդիկ քիչ ուրիշ կերպ նայեն նման հարցերին։ Սա է եղել հիմնական էլեմենտը։ Մուրացյանը իրավացիորեն նշում է, որ ազգերի զորությունը ընտանիքների մեջ է։ Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ, սիրով, միությամբ, առաքինի ու հավատարիմ կենացությամբ ապրող ընտանիքներ։ Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը եւ հաղթող հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պետք է խնամի, ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու եւ նրանց պտուղներ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված եւ մարդկանց չեն երևում, բայց իրենց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը։ Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ էլ որտնագեր, այնպես էլ կանգուն չի մնա այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հալածական է սերը, միությունը, առաքինությունը եւ մանավանդ Աստուծո երկյուղը։ Թեև Նարդոսի ստեղծագործությունները գրվել են ավելի քան 1 դար առաջ, դրանց բարձրացրած հարցերը այսօր էլ նույնքան ցավոտ ու մտահոգիչ են։ Ժամանակներն ու տեխնոլոգիաները փոխվել են, բայց մարդահոգսերն ու խնդիրները ոչ այնքան։ Աղքատությունը, կրթության պակասը, կախվածությունները եւ ընտանեկան բռնությունը դեռ շարունակում են խաթարել անհատների ու ընտանիքների կյանքը։ Տնային վեճերը, հոգնածությունն ու ֆինանսական խնդիրները երբեմն վերածվում են լռության, անտարբերության կամ նույնիսկ բռնության։ Եվ հենց այստեղ է, որ հասարակությունը սկսում է կորցնել իր ապագան, քանի որ երեխաները մեծանալով նման միջավայրում դառնում են անվստահ,
խոցելի եւ հաճախ կրկնում են նույն սխալները, որոնք տեսել են իրենց ընտանիքներում։ Նարդոսի գործերը մեզ հիշեցնում են, որ մարդկային կյանքը, ընտանիքը եւ հասարակությունը անխախտելիորեն կապված են, եւ տգիտությունն ու աղքատությունը, վնասակար սովորությունները, բռնությունները դառնում են մարդկանց առօրյա ուղեկիցը, վտանգվում է ոչ միայն անհատի երջանկությունը, այլև ամբողջ ընտանիքն ու ընդհանրապես հասարակության առողջությունը։ Այսպիսով, Նարդոսի գրական ժառանգությունը ոչ միայն անցյալի սոցիալական խնդիրների մասին է, այլև ուժեղ ազդակ ներկայիս հասարակության համար։ Այն կոչ է մարդկանց ուշադրությունը դարձնել այն հարցերի, որոնք կարող են փլուզել կյանքի ու հասարակության հիմքերը, եւ հիշեցում, որ փոփոխությունը սկսվում է ընտանիքից ու յուրաքանչյուր անհատից, քանի դեռ տգիտությունը, աղքատությունը եւ հոգեվոր անկումը չեն դարձել ամբողջ ժողովրդի դժբախտության պատճառը։ Այս իրականության մեջ հատկապես կարևոր է լսել դեռահասների ձայնը, քանի որ նրանք են ապագա հասարակության ստեղծողները, նրանք են, որ այսօր փորձում են հասկանալ ինչն է ճիշտ, ինչն է սխալ, եւ ինչպես պետք է ապրել մի աշխարհում, որտեղ հին եւ նոր արժեքները հաճախ բախվում են իրար։ Այդ նպատակով մենք իրականացրել ենք անանուն սոցիալական հարցում 12-ից 18 տարեկան աշակերտների շրջանում, փորձելով բացահայտել նրանց պատկերացումները եւ վերաբերմունքը մի շարք հասարակական երևույթների նկատմամբ։ Հարցումներին մասնակցել են Երևանի թիվ 186, 141, 198, 166 դպրոցների ավելի քան 600 աշակերտներ։ Տարբեր տարիքային խմբերի ընտրությունը նպատակ ուներ ստանալու ավելի օբյեկտիվ վիճակագրություն, հասկանալ կատարվող փոփոխությունները։ Հարցումը կազմվում էր հաշվի առնելով դեռահասների տարբեր տարիքային խմբերի առանձնահատկությունները։ Հարցման մասնակիցները չէին նշում որևէ անձնական տվյալ, ինչը նրանց հնարավորություն էր տալիս ազատորեն արտահայտվելու։ Հարցման թեմաները պատահական չէին ընտրված։ Բխելով Նարդոսի ստեղծագործություններից, միաժամանակ դրանք նաև այն հարցերն են, որոնք առկա են մեր հասարակական կյանքի գրեթե բոլոր շերտերում, երբեմն բացահայտ, երբեմն էլ լռության եւ անտեսման քողի տակ թաքնված։ Մենք փորձել ենք հասկանալ ինչ են մտածում դեռահասները այս խնդիրների մասին, որքանով են տեղեկացված դրանց վտանգների մասին եւ արդյոք իրենք կամ իրենց շրջապատը երբևէ առնչվել են նման երևույթների հետ։ Օրեր շարունակ տևած վերլուծությունների փուլը շատ հետաքրքրական էր եւ մեզ տվեց արժեքավոր տվյալներ։ Օգնեց հասկանալ դեռահասների պատկերացումներն ու վերաբերմունքը ուշակության, մականունների, վնասակար սովորությունների եւ կանանց հանդեպ բռնության նկատմամբ։ Ստացված պատասխանները որոշ դեպքում հուսադրող էին, բայց ցավոք դրանք ավելի շատ մտահոգիչ էին։ Մեր վերլուծությունները մեզ ցույց տվեցին, որ երիտասարդությունը կարող է լինել իրատես եւ գիտակից, բայց նաեւ բացահայտեցին այն խնդիրները, որտեղ կրթական համակարգը, ընտանիքը եւ լրատվամիջոցները դեռ ունեն մեծ անելիք, ձևավորելու առողջ մտածողություն, արժեքային համակարգ եւ ավելի հանդուրժող հասարակություն։ Կատարված վերլուծություններն էլ հիմք հանդիսացան հետագա աշխատանքների պլանավորման, ավելի խորքային հետազոտությունների իրականացման համար, նպատակ ունենալով նպաստել իրազեկման մակարդակի բարձրացմանը դեռահասների շրջանում, ինչպես նաեւ ցույց տալով գրականության եւ կյանքում կատարվող իրադարձությունների անմիջական կապը։